Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Բարև ձեզ արգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այս բան ես զրուցել եմ առաջ կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահ Սևակ Խաչատրյանն հետ։ Շնորհակալ եմ պարոն Խաչատրյան մեր հավերն ընդունելու համար։ Նախ սկսենք Էջմիածնում տեղի ունեցողից ձեր թիմակիցների մասով, ինչ որ քրեական գործեր հարուցվեցին, մարդկանց մեղադրանք, առաջադրել ձայնագրություններ հրապարակվեցին, ինչ է կատարվում այդ իմաստով, ինչ են ուզում Էջմիածնի ձեր թիմից, որոնք երևի թե ընտրություններին անհարմարություն էին ստեղծել իշխանությունների համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ այս հրավերի համար։ Այո, բոլորս ականատես եղանք, բռնաճնշումներ են սկսել վաղ շաբաթ համայնքում, խոշորացված համայնքում, մեր ավականու տեխնացուների, համակիրների նկատմամբ։ Այո, որքան որ այսօր վաղ շաբաթ համայնքում ԿՊ-ն այսպես ասած վերարտադրվել է եւ ունեն քաղաքում իշխանություն, սակայն ընտրության արդյունքները բավականին մտահոգիչ են այսօրվա իշխանությունների համար, որովհետև կար մի ուժ, ով 30,000 ձայնից հավաքել էր մոտ 10,051 ձայն, այսինքն արժևում ունենալով ազգային ժողովի ընտրություններ, իրենք այդ վտանգը զգում են, որտեղ կա կայացած թիմ, մարդիկ, գաղափարակից մարդիկ, ովքեր պատրաստ են լինելու ընդդիմադիր դաշտից հանդես գալու եւ այսպես ասած մեղմ ասած անհարմարություններ ստեղծելու որվա իշխանությունների համար, փորձում են պարզապես վախեցնել, լռեցնել, փորձել օրինակ ծառայեցնել մնացած համայնքների համար, որ տեսեք ինչ կկատարվի, ենթադրենք ինչ է սպասվում։ Չեմ կարծում սրանով իրան գլոբալ առումով որևէ ցանկալի արդյունքի հասնելու են։ Ամեն դեպքում փորձում են թիմերում պառակտումներ մտցնել։ Տեսեք, մարդկանց մասնավոր ձայնագրությունները հրապարակում են։ Մեկը մարդ է, ու իդեպ մենք ոչ մեկս համոզված չենք, չէ՞, նախ այդ մարդիկ խոսում են իրենք։ Այո, երկրորդ, արդյոք այդ խոսակցությունները կոնտեքստից կտրված չեն, տարբեր խոսակցություններից հատված, ինչ որ տարբեր ձևերով միացված չեն իրար, որպեսզի կարողանան նաև հոգեբանական դաշտում որևէ պառակտում մտցնեն, որ թիմակիցս ինչը մյուսի հասցեին որևէ վատ բան է խոսում եւ այլն եւ այլն։ Բայց սա կարծում եմ այդ մարդիկ բավականին խոհեմ են, հենց այն մարդիկ ում անունները հնչում էր եւ իրենք շատ լավ հասկանում են, որ այսօրվա իշխանությունները ցանկացած ստորության պատրաստ են։ Մենք փաստ գիտենք, չէ՞ որ սրբազան պայքարի գործով փաստաբաններն ասում են, որ ձայնագրությունները ամբողջությամբ մոնտաժված այդպես սարքած են։ Եվ ես վստահ եմ, սա նույնպես հենց այդ ժանրից է։ Չեմ կարծում իրենք իրենց ուզածին հասնելու են, որովհետև մեր թիմը բավականին շատ մեծ է եւ երկրորդ, այսօրվա այդ անհիմն կալանավորված անձանց շրջապատը, բարեկամները, թե ժամանակին մի փոքր ենթադրենք պասիվություն էին ցուցաբերում, հիմա շատ ավելի մեծ եռանդով են ուզենալու այսօրվա իշխանություններից ձերբազատվել։ Նպատակ չեք տեսնում, որ ըստ տարբեր գործերի համադրման փորձելու են նաև հասնել ձեր մեկուսացմանը։ Իհարկե, ես ամեն վարքյան սպասում եմ, չնայած նրան, որ ես ոչ մի ապօրինություն չեմ արել, չէին արել նաև այն մարդիկ, ովքեր այսօր տնային կալանքում են, որոնց հանդեպ նաև գրավ է կիրառված, բայց ես ամեն վարքյան սպասում եմ, ես էլ այսպես ասած իմ ընտանիքի անդամներն էլ շատ քաջ գիտակցում են, որ այսօր ԿՊ-ներից ամեն ինչ սպասել է, ամեն վարքյան կարող է թե մեր ավականու տեխնացուները, թե համակիները տնային կալանք եղավ, իմ դեպքում հնարավոր է նաև կալանավորում եւ այլն։ Շատ է, պարոն Խաչատրյան, տեսեք, դուք ներկայացնում եք կուսակցություն, որի վերաբերյալ անդադ խոսակցություններ կան, որ համապետական ընտրություններին մասնակցելու եք դաշնակցության հետ դաշինքով, դու Էջմիածնում էլ այդ փորձը ունեցաք, հա։ Հիմա կա հստակեցումներ, ինչպես եք մասնակցելու ընտրություններին եւ արդյոք դա հենց այն դաշինքն է լինելու, որը գլխավորելու է, ենթադրաբար պիտի գլխավորի Ռոբերտ Քոչարյանը։ Տեսեք, այո, մենք վաղաշաբաթ համայնքում այդ փորձ ունենք, հաղթանակ դաշինքը ձևավորված էր առաջ կենտրոն կուսակցությունից եւ հայհեղափոխական դաշնակցությունից, սակայն համապետական ընտրությունների համար չկա որևէ դեռ պայմանավորվածություն, կան քննարկումներ, մենք հիմա չենք հայտարարի, որովհետեւ հստակություն չկա եւ ավելի ճիշտ չէ դրա մասին այսպես ասած խոսելը, բայց ես ինքս որ նախագահ Քոչարյանի քաղաքական թիմից եմ եղել եւ թիմից եմ, դա բազմիցս եմ հայտարարել եմ նաեւ մեր վաղաշաբաթի քարոզարշավի
ընթացքում, այսինքն դա գաղտնիք չէ, ես ինքս անձամբ հիմա կարող եմ մի բան հայտարարել, որ ես անձամբ սատարելու եմ նախագահ Քոչարյանի գլխավորած քաղաքական թիմին։ Ինչ այսպես ասած ինչ կոնֆիգուրացիայով էլ լինի դա։ Շատ լավ, գանք քաղաքական հարցերի, որ վերջին օրերին շատ են քննարկվում, իշխանությունները կոպիտ ասած դրսից տղա են բերում հայ ժողովրդի վրա, սկզբում դա եղավ Կայա Կալասը, հետո եղավ Հակոբ Ֆիդանը, հա, հիմա Ջեյդի Վենսը, որ եկել էր Հայաստան ԱՄՆ փոխնախագահ, այս երեքն էլ այս թե այն կերպ հայտարարում են, որ աջակցելու են Նիկոլ Փաշինյանի տեխնացիան այս ընտրություններում։ Սա ինչպես է գնահատում այս միջամտությունները։ Ճիշտ եք նկատել, սա դրսից տղա բերելու որևէ ինչ-որ փորձ է, իվենտներ եկել, ինչ-որ դիվենտներ եկել տարբեր խոստումներով, տարբեր ընդհուպ ոչ թե այս կապ հայտարարում են, ուղիղ ասում են, որ մենք աջակցելու ենք։ Շատ ուղիղ։ Հա, ուղիղ ասես, որ աջակցելու են Նիկոլ Փաշինյանին, հետո տենց մեծ միլիարդավոր դոլարների մասին խոսք գնաց, ճիշտ է, այդ սուտը շատ արագ պայթեց, շատ կարճ ժամանակ հետո մենք երևի թե հաջորդ օրը հասկացանք, որ դե ոչ թե 9 միլիարդի ներդրումների մասին է լինելու, այլ 9 միլիարդ արտաքին, այո, մենք ներդնենք արտաքին նոր պարտքի հաշվին, որը տարիներ հետո այդ 9 միլիարդը եւ այդ տոկոսներով կդառնա 12 կամ 13 միլիարդ։ Այս ամենը բոլորն էլ հասկանում են, իդեպ սրա մասին շատ պարզ եւ հստակ խոսեց նախագահ Քոչարյանը, ես այտենց այսպես ասած ավելացնելու ոչինչ չունեմ, շատ պարզ բացատրեց ինչի մասին է խոսքը, թե այդ էներգետիկ համագործակցության, այսպես ասած, խաղաղ նպատակներով օգտագործման այդ ատոմակայան ասվածի, մոդուլային ատոմակայան ասվածի, թե 9 միլիարդի եւ ընդհանրապես մնացած այդ արևմտյան ուժերի կողմից արված հայտարարությունների հետ կապված։ Այստեղ շատ ավելի վտանգավոր բան եմ տեսնում, քան օրինակ Դիվենսը եւ այլն, երբ ուղիղ աջակցություն է հայտնում Նիկոլ Փաշինյանի, օրինակ Թուրքիայի արտգործնախարարը, օրինակ Իլհամ Ալիևը, օրինակ Թուրքիայի նախագահը, սա շատ ավելի վտանգավոր եմ համարում։ Սա մեր հայրենակիցները տեսնում են եւ պետք է հասկանան։ Չի կարող առանց, այսպես ասած, տարիներով մեր ճշնամի պետության ղեկավարը կամ արտգործնախարարը անել հայտարարություններ, որ իրենք պաշտպանում են, օրինակ Հայաստանի Հանրապետությունում այսինչի կամ ինչի հայերի շահից բխի։ Այո, բնականաբար, դա միայն պետք է բխի իրենց Ադրբեջանի, Թուրքիայի պետական շահից։ Սա այնքան պարզ եւ հասարակ է, նույնիսկ զարմանում եմ, ինչի համարին այդ մարդիկ շատ ակնհայտ է, որ իրենք ուզում են Նիկոլ Փաշինյանը Հայաստանում վերարտադրվի, որովհետեւ այդ մարդուց ինչ ուզում են, այդ մարդը խելոք տալիս է։ Հետաքրքիր մի միֆ է ստեղծել, այսինքն այսօր ինքը գնալու է ընտրությունների խաղաղություն, ասում է, եթե մենք չընտրվենք, խաղաղություն չի լինելու։ Ես խաղաղություն եմ բերել, որ ղեկավարը Հայաստանի Հանրապետության Ղարաբաղը, Արցախը իր ամբողջ զին տեխնիկայով, եկեղեցիներով, դպրոցներով, առանց մեկ հայի նվիրեր Ադրբեջանին, բոլոր ղեկավարներն էլ, եթե ես ու դու էլ Բորիս ջան լինենք ղեկավար, դա անենք, կբերենք խաղաղություն, խաղաղության մասին վերջնական խաղաղություն։ Ոչ, մենք շարունակում ենք Սյունիքից տարածքներ, շարունակում ենք Տավուշից տարածքներ, բնականաբար շարունակում ենք նաև այս թրիփ ասվածը, որը շատ լավ հասկանում ենք, չէ՞, որ Միջանսկի մասին է խոսքը։ Միջանսկի մասին է, որը ձեռնտու է ուղիղ Թուրքիային, Ադրբեջանին։ Իդեպ դեռ դրա մասին խոսենք, դուք ասում եք դուք աջակցելու եք այն միավորին, ինչ կոնֆիգուրացիայով էլ որ լինի, որը ղեկավարել է Ռոբերտ Քոչարյանը, հա, առաջնորդել է Ռոբերտ Քոչարյանը, Նիկոլ Փաշինյանը ասում է, որ այդ թվում է Ռոբերտ Քոչարյանը 2026 թվականին մոռացվելու են հանրության կողմից, դուրս են բղվելու քաղաքական դաշտից։ Նիկոլ Փաշինյանը նույն բանն ասում էր 21 թվականից, որ իրենք ձայն չեն հավաքելու եւ այլն, բայց մենք տեսանք, որ բավականին ամեն դեպքում ծանրակշիռ ճիշտ արդյունքները ընդհանրապես գոհացուցիչ չէր, բայց ծանրակշիռ մասնակցություն եղավ ազգային ժողովում, 28 падգամավորով Հայաստան Դաշինքը մասնակցեց, այս ընթացքում, այս տարիների ընթացքում այդ падգամավորական խոսափող ազգային ժողովի բարձր ամբիոնն օգտագործվել են ԿՊ-ի անօրինությունները բարձրաձայնելով, սխալ քաղաքականությունը վարելով, սխալ արտաքին քաղաքականությունը, Արցախի հարցը, արցախցիների շահապատիժ, մի խոսքով այդ ամբիոնն օգտագործվել է այդ ամեն ինչի համար։ Ես վստահ եմ, որ ժողովուրդը, հայաստանյան քաղաքացիները նորից իրենց թե ինչ, այսպես ասած, արդյունք կլինի, երևի թե ավելի դրա մասին խոսենք նախընտրական քարոզարշավի ընթացքում ավելի ճիշտ կլինի, ավելի պարզ կլինի, բայց ես վստահ եմ, որ ծանրակշիռ մասնակցություն ազգային ժողովում նորից նախագահ Քոչարյանի գլխավորած թիմը
ունենալու են։ Հիմա տրիպի մասով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը առաջարկում էր, որպեսզի այն դադարի լինել զուտ թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող նախագիծ, այն ձգտել հասնելու դրան, որպեսզի այն երասխով միանա հայկական երկաթգծին եւ Հայաստանի տարածքով Թուրքիան կապ ստանա Ադրբեջանի հետ, որպեսզի մենք նաեւ ազդեցություն ունենանք եւ մեր պետք լինի Իրանի հետ կապվել, հա, տարածաշրջանի հետ կապ ունենալ։ Նիկոլ Փաշինյանը կարծեք թե չի հաջողում այդտեղ եւ օրս դա գցեց ռուսների գրբանը ասելով որ այ երկաթուղին ռուսական կառավարման է արագ ընթաց չի ես ուսումնասիրեցի տեսա որ ադրբեջանական երկաթուղին էլ արագ ընթաց չի հատկապես բեռնափոխադրումների առումով մեր երկաթուղուց շատ չի տարբերվում 5-10 կմ/ժ արագությամբ է տարբերվում սա ինչ է այսինքն մյուս կողմից հա Փաշինյանը ասաց որ թրիփը փոխադարձելիությունը չի լինի, որտեղ թրիպը ներդրումային ծրագիրը Հայաստանում, Ադրբեջանում չկա այդ ծրագիրը, ուստի ինքը չի կարող ասել սա ինչա։ Ձեր գնահատմամբ դուք շփվում եք մարզերի մեր հայրենակիցների հետ, քաղաքի մեր հայրենակիցների հետ, մարդիկ դա ուտում, չեմ ուզում ասել կուտ, բայց այս խայծը ուտում են, որ Փաշինյանը փորձում է միջանցքը ինչ որ տարբեր ձևակերպումների տակ թաքցնել։ Հենց այդ իր ձևակերպումը, որ սա ներդրում է Ադրբեջանի եւ Թուրքիայի, այսինքն Ադրբեջանում թրիփի չի գործում, հենց սա ոչ այնքան ուղիղ, բայց խոստովանություն է, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ շահ չի ունենալու։ Իսկ նախագահ Քոչարյանի առաջարկածը մենք շատ լավ հասկանում ենք, որ այստեղ կա Հայաստանի Հանրապետության շահ։ Իսկ ինչա, դուք կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանը այս 8 տարիների երբևէ որևէ բանակցության կամ որևէ փորձի մեջ հաջողել է, որը բխել է Հայաստանի շահից, չէ, եւ սա էլ բացառություն չէ, տենց է լինելու։ Ինչ վերաբերում է ժողովրդի հետ շփվելուց, այս թրիփի հետ կապված, ես ասեմ, կա թյուրընկալում ժողովրդի մեջ, ինչ որ մասի մեջ կա թյուրընկալում, իրենք հասկանում են, թե թրիփի դեպքում, ասենք, մարդկանց բերելու են, գումարներ են տալու, իրենք շատ ավելի լավ են ապրելու, այսինքն ճիշտ որքան էլ որ սրա մասին խոսվում է, պարզ է խոսվում, բայց պետք է շատ խոսվի եւ այս նախընտրական շրջանն էլ պետք է ժողովրդի հետ հանդիպումների ժամանակ օգտագործի ես դրա համար, որ պարզ լեզվով, ժողովրդական լեզվով բացատրենք այդ մարդկանց, որ գիտեք ինչ, սա Հայաստանի Հանրապետության շահերից չբխող ծրագիր է, այսինքն ծրագիր է, որը ավելի շատ Թուրքիայի ու Ադրբեջանի համար է։ Ոնց կարող է, օրինակ, դա մեզ որևէ օգուտ բերել, որքան էլ որ 24%-ը մերն է լինելու, հետո 50 տարի թե 60 տարի հետո չգիտեմ ինչ որ ուրիշ բան է լինի, ես ավելի քան վստահ եմ, որ այս ծրագիրը չի էլ իրականանալու։ Ինչու։ Չի իրականանալու պարզապես, սա նախընտրական որևէ շոու էր, ազդեցություն դիվենսն եկել էր այստեղ իրենց ազդեցությամբ Նիկոլ Փաշինյանին նախընտրական աջակցություն հայտնելու եկավ այդ ամբողջ շոուն այսպես ասած իրականացվեց ես վստահ եմ չնայած նրան որ ես բացառում եմ Նիկոլ Փաշինյանի վերարտադրվելը բայց նույնիսկ այդ դեպքում այդ ծրագիրը տեղի չի ունենալու Լավ, տեսեք, մենք խոսում ենք քաղաքական դաշտի մասին, խոսում ենք ընդդիմության մասին, խոսում ենք 2021-ի 26-ի համատության մասին, բայց մի բան ակնհայտ տարբերություն կա, բացի նրանից, որ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն նվազեցրել է իր ձայները, բայց բավական ռելիեֆային փոփոխություններ են եղել նաև ընդդիմադիր դաշտում։ Եթե Ռոբերտ Քոչարյանը 2021-ին գլխավոր ուժներ եւ մասնակցայնությամբ եւ խոսույթով, հա, քաղաքական խոսքով, ապա հիմա գոնե իմ գնահատմամբ քաղաքական խոսքով է գլխավոր ուժը, բայց մասնակցայնությունը կարծեք թե այլ ուժեր իրենց ռեսուրսներով չեն, այսպես ասած, զիջում քաղաքական, չգիտեմ, թիմերի առումով, նաև տնտեսական առումով, հա, նյութական առումով ապահովված ուժեր կան։ Այս դեպքում ինչ հնարավորություններ կան եւ ինչպես եք տեսնում քաղաքական պատկերը։ Ես ձեզ հետ համաձայն եմ, որ քաղաքական առումով բնականաբար ընդդիմության առաջնորդը Քոչարյանն է եւ համաձայն չեմ, որ կան ուժեր, այո, ես հասկանում եմ ինչի մասին է խոսքը, ձևավորվել է նոր ուժ Սամվել Կարապետյանի կողմից, մեր ձևով է Ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Ես ասեմ, շատ ավելի շատ այդ տպավորությունը ստեղծվում է, քանի որ նոր ուժ է ձևավորվել։ Նոր իրենք էլ որոշակի աշխատանքներ են իրականացնում այսօր բավականին լայն թափով թե մարզերում թե Երևան քաղաքում տպավորությունն այդպես է, բայց իրականում դա մենք կտեսնենք։ Ես դες այդքան համաձայն չեմ, որ օրինակ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած թիմը Հայաստան դաշինքը իր տեղը զիջել է ընդդիմության առաջնորդի,
ասով, որովհետև ես դա կարող եմ ձեզ վստահ ասել, հենց մարզեր այցելելուց, Ես չասեմ զիջել է, բայց ռելիեֆը փոխվել է քաղաքական դաշտի մոտ։ Այո, իհարկե, 2021-ին այսպիսի ուժերի մասնակցություն չկար։ Այո, չկար եւ սա շատ ուրախալի փաստ է։ Իրականում շատ ուրախալի փաստ է, որ նոր քաղաքական ընդդիմադիր ուժ կա, որը կարողանալու է ազդել այն մարդկանց վրա, այն մասաների վրա, մեր հայաստանյան այն քաղաքացիների ձայներն է փորձելու վերցնել, ովքեր ենթադրենք այս ընթացքում եղել են անտարբեր, չեն մասնակցել ընտրությունների։ Նման ուժերի աշխատանքային հիմնական նպատակը պետքա լինի հենց դա, որ յուրաքանչյուրը ձևավորի իր քաղաքական մեծ ընդդիմադիր բլոկը եւ աշխատի իր ընտրողի հետ։ Եթե ընդդիմության դաշտում սկսվեց այս արտահայտության համար կներեք խլի անել, դրանից շահելու է միայն Նիկոլ Փաշինյանը։ Պետքա ճիշտ դիրքավորում տեղի ունենա բոլորի կողմից։ Կարծես թե Ծառուկյանի շուրջ է ձևավորվում որոշ դաշինք, դեղ ոնց որ Թաթոյանենք են ինչ-որ բան ձևավորում համագործակցության sense արտահայտարություն են անում, լավ անկեղծ ասած շատ տեղյակ չեմ, բայց ես վստահ եմ, որ 3-4 ընդդիմադիր մեծ բլոկով միմյանց չթիրախավորելով, յուրաքանչյուրը ճիշտ թիրախավորած իր ընտրողի հետ աշխատելով հնարավոր է լինելու Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից։ Շատ լավ, տեսեք, իշխանությունները հետևյալ քարոզչական թեզն են տանում, ասեն բոլոր այս 3 ուժերը, նու հիմնականում այս բան 3 ուժ կա հայտնի, որ հայտ է ներկայացրել, Ծառուկյանների շուրջ համախմբված ուժերը, Սամվել Կարապետյանն է, արդեն ուժեղ Հայաստան կուսակցությամբ, Ռոբերտ Քոչարյանն է, որի մասով նախագահ հստակություն չմցրեց դեռ պարզաբանման հարցեր կան տեխնացու եւ մնացած չնայած բոլորն էլ հասկանում են ով ամենամեծ շանսերն ունի տեխնացուն դառնալու, ասում ես բոլոր ուժերը կառավարվում են Կրեմլից։ Եվ նրանց նպատակն է խլել ժողովրդի իշխանությունը։ Դե դա նույնպես իրենց քարոզչական թեզերից է, նրանք ունեն նախընտրական տարբեր թեզեր։ Այդ ես արդեն նշեցի, խաղաղությունը, չգիտեմ, թրիփը, սա Կրեմլի դեմ հայաստանյան ժողովրդին տրամադրելը, սա նույնպես իրենց քարոզչական, այսպես հնարք է։ Բայց շատ անկեղծ լինեմ, իրենք այս տարիներին պարբերաբար հակառուսական տրամադրությունները Հայաստանի Հանրապետությունում տարբեր պրոպագանդիստական մեթոդներով, տարբեր սոցիալական ցանցերով կարողացել են բարձրացնել։ Երբեք Հայաստանի Հանրապետությունում այսքան հակառուսական տրամադրություն չի եղել։ Եվ իրենք այս ֆոնին փորձում են բոլոր ուժերին, ընդդիմադիր ուժերին ներկայացնել, որ իրենք օրինակ Կրեմլից են, չգիտեմ, ուղղորդվում։ Ես էլ ասում եմ, ուղիղ Նիկոլ Փաշինյանն ուղղորդվում է Թուրքիայի կողմից։ Այս դեպքում եթե մենք դնում ենք նժարի վրա, այսինքն Ռուսաստանի կողմից թե Թուրքիայի կողմից, ինչ պետք է որոշենք։ Դե ասում են Թուրքիան մեր հարևանն է եւ ցեղասպանություն չի արել, որտեվ դա ռուսներն են արել, իրենց նարատիվներն են, հա։ Դե դա արդեն եւ ի տարբերություն Ռուսաստանի, Թուրքիան Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ չի վարել։ Դա անկեղծ ասած ես ոնց հիմա Նիկոլ Փաշինյանի այդ ցնդաբանությունները կամ ԿՊ-ական մեկնաբանելը պետք անել ճիշտ չի, էլի։ Մենք բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ ունեցել ենք ցեղասպանության հարց եւ մինչ օրս էլ ունենք, որ հայ ժողովուրդը ինչ մեթոդներով էլ անեն, դա երբեք չի մոռանում, որքան էլ իրենք փորձեն նենց անել, որ հայերը Մասի սարը, Արարատ սարին չնայեն, մեկը նայելու են, մեկը բոլորի սրտերում Մասի սարը լինելու է։ Իսկ ինչ վերաբերվում է նորից եմ ասում, այդ կրեմլյան բաների ցանկացած ուժ ձևավորվելու դեպքում իրենք այդ նույն բանն ասում են։ Ինչ անշակում Կրեմլից են ուղղորդում։ Երբ որ մարդիկ ասում են Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական գործընկերն է, մեր բարեկամ երկիրն է, Ռուսաստանի Դաշնությունում բավականին մեծ թվով հայեր են ապրում, մեծ շատ բիզնեսմեններ ունենք, սա ունենք, մեր տնտեսության 35%-ը կապված է ուղիղ Ռուսաստանի Դաշնությունից, երբեք այսքան մեծ կախվածություն, քան Նիկոլ Փաշինյանի կրկնապատկվել է։ Այո, Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ չի եղել Ռուսաստանի Դաշնությունից։ Հիմա այդ մարդը խոսում է, ինչ-որ փնովում է, փորձում է փնովել Կրեմլին կամ Կրեմլի վարած քաղաքականությունը, սա ես նույնպես դիտարկում եմ որպես քարոզչական թեզ։ Շատ լավ, ձեր գնահատմամբ ընտրություններին նախապատրաստական այս փուլը ինչքան պիտի բացի նրանից, որ օրենքը պահանջներ ունի, ընդդիմադիր ուժերը երբ պիտի արդեն քաղաքարտերը բացեն,
ու մի քանի ուժեր արդեն բացել են երկրորդ նախագահի շուրջ ձևավորված ուժերի համախմբման մասով դեռ հստակություն չկա ամեն դեպքում նաև դուք չունեք այս բան հստակեցում դուք ինչ կոնֆիգուրացիայով եք մասնակցելու երբ պիտի գա որ բոլոր խաղաքարտերը բացվեն եթե պայմանավորվածություններ կան ձեռք բերվեն պայմանավորվածություններ նույնը իրար չթիրախավորելու չգիտեմ իրար չվնասելու Կարծում եմ մինչև մոտ 1 ամիս իմ կարծիքով մինչև մարտ ամսվա վերջ պետք է արդեն այդ կոնֆիգուրացիաները ձևավորված լինի, որպեսզի կարողանան քաղաքական թիմերը պատրաստվեն արդեն առաջադրման, պատրաստվեն արդեն քարոզարշավ իրականացնելու իրենց նախընտրական ծրագրերը գրեն, որպեսզի կարողանան ժողովրդի հետ շփումներ ունենալ։ Իմ կարծիքով մոտ 1 ամիս այս Շատ լավ։ Ինչ է անելու ընդդիմությունը, եթե Նիկոլ Փաշինյանը գնա ընտրակեղծիքների։ Սա այն հարցն է, որ հաճախ տալիս են մարդիկ, այն մարդիկ, ովքեր համարում են, որ ընտրությունները փոփոխությունների լավագույն ճանապարհը չէ, կամ երաշխավորված ճանապարհ չէ։ Տեսեք, նախ այդ գաղափարի մասին ասեմ, իսկ ով է ուզում գնալ ընտրությունների ենթադրենք։ Ես ինքս կուզեի վաղը լիներ փողոցային մեծ պայքար եւ Նիկոլ Փաշինյանին հեռացնեին իշխանությունից, բայց քանի որ այսօր դրա հնարավորությունը չկա, դրա շանսը չկա, մենք այս տարիների ընթացքում մի քանի մեծ փողոցային պայքարներ են տեղի ունեցել։ Մենք տեսել ենք, որ չի ստացվել այդ ամենը։ Հիմա արխիվում 3 ամիս հետո ընտրություններ են։ Այդ նույն մարտիկ 21 թվականին էլ էին ասում, չի կարելի մասնակցել ընտրություններին, ճիշտ է, իրանք հետո մասնակցեցին այդ ընտրություններին, բայց ասում են չի կարելի։ Ենթադրենք հիմա Հայաստան Դաշինքի կամ պատիվ ունեմ Դաշինքի падգամավորների փոխարեն այնտեղ նստած էին Արամ Սարգսյանի կուսակցությունը եւ մի էլի տենց պրո-նիկոլական կուսակցություն։ Դրանից ինչ էր լինելու։ Այսինքն ինչ էր փոխ։ Նիկոլ Փաշինյանը դրանից ոչ լեգիտիմ էր դառնալու։ Ասում են, որ այս օպոզիցիոն ուժերն էլի բան չի փոխվել։ Չէ, ամեն դեպքում օպոզիցիոն ուժերը այդ նորից եմ ասում, այդ ազգային ժողովի ամբիոնը օգտագործում են Նիկոլ Փաշինյանի վարած սխալ քաղաքականությունը քննադատելու համար տարբեր մեթոդներով падգամավորները տարբեր թե պետական հիմնարկներին, չգիտեմ, դատախազությունների նամակներ են գրում, ստանում են պատասխաններ, քաղաքացիների որոշակի հարցեր են լուծում։ Եթե չլինեին դրանից ինչ է, այսինքն իրանք ինչ էին ասում են Նիկոլ Փաշինյանը կլինի ոչ լեգիտիմ, իհարկե չէր լինի ոչ լեգիտիմ։ Այս падգամավորների փոխարեն կլինեին պրո-նիկոլական Վրաստանը օրինակը ցույց տվեց, որ ընդհանրապես կարող падգամավորներ չլինեն ընդդիմադիր ու էլի լեգիտիմության խնդիր չառաջի։ Հենց ինքս էլ ես էլ հենց Բարիշ ջան ձեր կարծիքին եմ, որ հենց այդ է խնդիրը։ Այսինքն այդ նույն թեզը բերել 5 տարի հետո ասել պետք չի մասնակցել։ Լավ, պետք չի, թող Նիկոլ Փաշինյանը մենակով մասնակցի 105 падգամավոր ունենա, ինչա դրանից լինելու։ Այսինքն ընդդիմությունը այդտեղ որևէ հաղթանակի նշույլ է ունենալու, թե օրինակ արևմտյան դեմոկրատ կառույցները քննադատելու են։ Մենք այսօր տեսնում ենք այն բեսպրիձելը, որ Հայաստանի Հանրապետությունում է, եթե սրանից 10 տարի առաջ նման բեսպրիձել էր քաղաքական գործիչների նկատմամբ, նրանց հարազատների, բարեկամների, ընկերների, ամեն օր հայտարարություն, այո, զեկույցներ կգրեն, բայց հիմա տեսնում ենք, որ ուղիղ ոչ թե զեկույց չեն գրում, ոչ թե չեն գնահատում, ուղիղ աջակցություն են հայտնում։ Շատ լավ, պարոն Խաչատրյան, եւ վերջում դուք համոզված եք, որ Նիկոլ Փաշինյանը ընտրվելու հնարավորություն չունի։ Ես համոզված եմ, որ ընդդիմությունը հանրային տրամադրությունը դրանից։ Այո, որ ընդդիմությունը ճիշտ աշխատելու դեպքում, ընդդիմության տարբեր թևերը ճիշտ աշխատելու դեպքում Նիկոլ Փաշինյանը չի կարող ունենալ այլևս իշխանություն։ Ես վստահ եմ, որ ամեն դեպքում ընդդիմության առաջնորդները իրենք այդ ամենը հասկանալով, իմանալով աշխատելու են այն գաղափարի համար, որպեսզի չլինի Նիկոլ Փաշինյանը։ Շատ լավ, շնորհակալ եմ, պարոն Խաչատրյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես հիշեցնեմ, զրուցում էի առաջ կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահ Սևակ Խաչատրյանը, ցտեսություն կհանդիպենք։